աղելի կարգավիճակում եմ հայտնվել։ Ինչքան մանկատուն կայզ մեկի պես պիտի գնամ, որ որդուս գտնեմ։ Բայց ձեռքումս ոչ մի տվյալ չունեմ։ Ալո, բարև, լսի տրամադրություն չունեմ, կլինի հետո զանգես։ Ինչ ես իմացել։ Ոնց թե Ամերիկայում չէ։ Լսի դու այդ քո սխալ ինֆորմացիաներով ինձ հիմար դրության մեջ ես դնում։ Առավոտյան զանգում ես ասում ես Ամերիկայում է, երեկոյան զանգում ես ասում ես Ամերիկայում չի, ես դա ոնց հասկանամ։ Շատ լավ ես աշխատում, գիտես, ուղակի փայլում։ Ես քո աշխատավարձը երևի թե կրկնապատկեմ։ Հիմար։ Լիլին ես մասին պետք է զգուշացվի։ Չես վախենում, բալա։ Չէ, պապ։ Ես քեզ լավ ես զգում։ Երբ է մաման էլ մեզ հետ գալու զբոսանքի, երբ է կարողանալու քայլի։ Բալես, պետք է համբերենք։ Ինչքան ժամանակ, պապ։ Բալա, եթե մենք մամային օգնենք, անենց ոնց որ մինչև հիմա ենք օգնում, ինքը շատ արագ ոտքի կկանգնի։ Իսկ երբ մաման քայլի, դու մեզ հետ ես լինելու, թե… Բա ուր պետք է լինեմ, այ բալա։ Դու չես գնալու Սիմայի հետ ապրես։ Ուր է Սիման։ Դու տեղը չգիտես։ Չէ, բալա, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ։ Համել Սիմայից չխոսանք, որ չբարկանամ, լավ բալես։ Պա, բայց երբ մաման սկսի քայլելը ու մենք առաջվա պես ապրենք, դու մենակ կլինես, իսկ ես չեմ ուզում, որ դու մենակ լինես։ Իսկ դու նենց արա, որ ես մենակ չմնամ։ Մենք ապրենք երեքով, ինչպես նորմալ ընտանիք։ Համաձայն չես։ Համաձայն եմ, բայց կարող է մաման չուզի ու Սիմայի դուրն էլ չգա։ Ուրեմն հիմա չենք խոսում, լուր նստում ենք, որ ես հանկարծ բարկությունից նավակը շուրջ չտամ։ Եղավ։ Էմիլի, եթե ես քեզ ասեմ մենք որտեղ ենք ու դու գաս երեխուն տեսնելու, Սպարտակին դա դուրս չի գա։ Մամ, ես երեխուն պիտի տեսնեմ։ Դու մայր ես, դու կհասկանաս, թե ես ինչ եմ զգում, Սպոն չի հասկանա դա։ Ես երկու երեխաների հետ չեմ կարող դուրս գալ։ Ստիպված պետք է ասեմ որտեղ ենք, որ դու գաս։ Մամ, խնդրում եմ քեզ, ես էլ չեմ դիմանում, պիտի տեսնեմ երեխուս։ Մենք մեր բնակարանում ենք, հիշում ես չէ որտեղ է։ Կարծում եմ դեռ պիտի հիշես։ Հա, մամ, բա ոնց, հեսա գալիս եմ։ Եթե այդ կինը Անժելը չի, ապա ով է։ Սովորական լրագրող, էժան մեկը, որն ուզում է իմ հաշվին գումար աշխատի։ Ես օրենքին չեմ դիմել, իմանալով ով է նրա հայրը և ինչ կարող է անել ցանկացած դեպքում։ Հայրն օրենքի ներկայացուցիչ է, բարձրաստիճան պաշտոնյա։ Չնայած վատ որակին ես ճանաչեցի Անժելի ձայնը, բայց ինչի համար էին նրա կեղծ խոսքերը, կամ չարածած է եղել ինձ վրա և վրեժի նպատակով է նման բան արել, նման բան ասել, կամ էլ ուրիշ պատասխան ես չեմ գտնում։ Միայն զգում եմ, որ իմ դեմ մի մեծ դավադրություն է հյուսվել, իսկ կենտրոնում ոմն Նատանա կամ էլ Անժելը, նրանք երկուսն էլ նույն մարդն են։ Հապես քավորի վատ տրամադրությունը ինձ վրա էլ ազդեց։ Իսկ ես զարմացա քավոր կնոջ պահվածքից։ Մեկ էլ քո առաջարկը, որ տվեցիր քավորին։ Էդ ինչ առաջարկ եմ արել, որ դու զարմանալու բան է։ Այդ ոնց եղավ, որ միանգամից որոշեցիր քավորի հետ պետք է գնաս Ծաղկաձոր։ Ֆրիկ ջան, դու ունդեղ էիր, չէ՞ այդ ժամանակ։ Հա։
Դե որ ընդեղ էիր, մի հատ այդ որ լսել ես այդ ամեն ինչը, մի հատ բացատրի մեր աղբորը, որ մենակ ես ու Քավորը չեն գնում, բոլորով միասին են գնում ու որ ինքը տենց ավելնորդ հարցեր չտա էլի։ Ես որ հասկացել եմ, ինքն էլ պիտի հասկացած լինի, էլի։ Որ հասկացած լիներ տողատակերով հարցեր չեր տա։ Ես տողատակերով հարցեր չեմ տվել։ Իսկ քո ագրեսիվ պատասխանները այդ տողատակերը ծնում է։ Մի վարքյան կարաք մի հատ սառը ջուր խմեք մարդ, հա, ու հանգստանաք։ Չկարացավ Լիլիկին կողքը պահի։ Հիմա ուզում եմ մոր հանի մեզնից։ Իսկ դու որ մի բան չգիտես, մի խոսա։ Եթե ես ուզեի, ինքը ոչ մի տեղ էլ չէր գնա։ Վիճակ գլուխդ քորա գալի։ Լավ։ Քավորը միշտ այն միակ մարդկանցից է, ով լավություն է մեզ արել։ Եկեք պատասխանենք այդ իր լավությունը ու հետը գնանք։ Հա, ճիշտ ես ասում, շատ լավ կլինի։ Բայց դու մենակ հայոց հարցը մի սարքի, հա։ Լավ, վեր կացեք գնանք աշխատենք։ Ու այսօր չգնացինք Ծաղկաձոր։ Ամեն այդքան մի անհանգստացի։ Պիտոսիկ։ Տուսիկ։ Որը մեկ-մեկ սրա վրա նենց եմ կատաղում, քիչ ամնում հասնեմ վրան ծեծեմ։ Մեծացել ես։ Մամայի աչքին փոխվել ես։ Կարոտել ես չէ։ Շատ ես կարոտել։ Կարոտն այդ խոսքը չի։ Ոնց եք դուք ձեզ տանջում։ Դուք ձեզ համար խնդիրներ եք ստեղծում։ Հետպես չի մոմ։ Ես ամեն ինչ արեցի, որ Սպարտակի հետ երջանիկ լինեմ։ Ամեն ինչի վրա աչք փակեցի, բայց իր վերջին արածի վրա ես աչք փակել չեմ կարող։ Էմիլի, հանուն ձեր երեխայի աչք փակիր։ Սա էլ ներիր։ Կներես մամ, բայց դու պապային ներել ես ուրիշից երեխա ունենալու փաստը։ Դու ինձ կհակառակվես, բայց Էմիլի հավատա, իմ ու քո դեպքերը շատ տարբեր են։ Միայն չասես, որ Սպարտակն ինձ սիրում է։ Այդ հարցն էլ արդեն կասկածի տակ։ Էմիլի, Չհամոզես ինձ մամ։ Եթե ինձ սիրերի երեխուն կարոտ չէր թողնի ինձ։ ախր դուք սխալ եք վարվում։ Եթե ձեր մասին չեք մտածում, գոնե այս երեխուն խղճացեք, այս երեխու մասին մտածեք, այս երեխուն մի դժբախտացրեք, Էմիլի։ Թող Սպարտակը մտածեր։ Թող հասկանալու գնահատեր են ընտանիքը, որը որ ուներ։ Եթե չգնահատեր, այսպես չէր ջանա պահպանել այն։ Իսկ ինչ է անում։ Ոնց է պահպանում։ Երեխուս ինձնից գողանալով։ Մի վարկյան երեխուն նայեմ կա։ Ես առանց քեզ չեմ կարող ապրել։ Ապրելս էլ առանց քեզ չի գալիս։ Վախ, ջան, արթնացար։ Ոյ, մեռնեմ քեզ։ Լավը չընկար, բալես։ Տեղը թարմար չի, հա, մեռնեմ քեզ, չես կարողանում քնել արևս։ Շոքա, հա, արտատին քեզ հագցնի, չես ուզում մեռնեմ քեզ։ Ջան, էդ էր հա քո քնելը։ Յուրիկից ձենձուն չկա, իրան լավ ասկում։ Սպասում է, որ գնամ դուռ ներեխուն ուզելու։ Ինչ անեմ, չարժի դրան մի անգամ էլ վախացնեմ տանոյով։ Լսի Ագնես, հիշում ես չէ սա, որ հարգում ենք մենք հիմա։ Եթե հենց հիմա դու դուրս չգաս, ես քեզ տեղից ուղիղ կիճացնեմ ներքև։ Լսի, եթե անգամ դու ինձ այստեղից դուրս շպրտես, ես քեզ պիտի ասեմ այն ամենը, ինչի համար, որ եկել հասել եմ այստեղ կարպիչ։ Լսի, ես քեզ չասեցի, որ ռադել ես այստեղից։ Քեզ վերցնես ու տանես արտասահման։ Միացյալ Նահանգներ, կուլտուրական աղբորդ մոտ։ Լսի, դու ինձ չես կարող խաբել կարպիչ։ Ես այս խայծը կուլ չեմ տա։ Սա քո կողմից սարքված ներկայացում էր։ Ի դեպ շատ վատ։ Ինչի մասին ես խոսում։
Նրա մասին եմ խոսում, որ դու սարքել ես կամ չգիտեմ, ֆրիկի հետ եք պայմանավորվել, որ ֆրիկը իբր իմ որդին չի, որ ես նրանից հեռու մնամ Կարպիտ, չհետաքրքրվեմ նրանով։ Չգիտեմ, իհարկե ֆրիկը այս խաղի մեջ կա, թե չկա։ Դու լսի այ ողորմելի, դու էտով դարձար, որ ես քեզ համար ինչ-որ խաղեր սարքեմ։ Ինչի պիտի ես ջանք ու երրանդ գործադրեմ քեզնից ազատվելու համար։ Դու ով ես, ինչ ես քեզնից ներկայացնում։ Լսի, ես ինձնից ազատվելու մասին չեմ խոսում, այլ ինձ խաբելու մասին, Կարպիչ։ Ֆրիկին ինձ որպես տղա տեսնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ ինձ ոչ մի բան չէր կարող խանգարել։ Չէ, ես նույնիսկ համոզված էի, որ ֆրիկն իմ տղեն է։ Իսկ իմ ցանկության դեմ դու ոչինչ ես, ես չէի կարող իմ ցանկությունը քեզ զոհաբերել։ Սուտա, Կարպիչ, սուտա։ Դու իրականում ինձ արհեստավարժ ձևով խաբել ես։ ԴՆԹ-ի արդյունքները դրական են եղել, իսկ դու ինձ խաբել ես, որ դու ֆրիկից հեռու պահես ինձ։ Հասկացի, ֆրիկը իմ տղեն չի։ Հնարավոր չի։ Այդ ինչի ես այդքան վստահ խոսում, եթե ապացուցվել է հակառակը։ Ֆիլիպն ասել է, որ ֆրիկն է իմ որդին, ու բոլոր ուղղությունները տանում են դեպի ֆրիկը։ Հասկացանք, բայց Ֆիլիպն ով է։ Ֆիլիպն ինչ գիտի, Ֆիլիպն ինչ է հասկանում ընդհանրապես։ Որտեղից Ֆիլիպին այդ տվյալները, որ իբր ֆրիկն է քո տղան։ Ֆիլիպի ձեռքի տակ եղել են մանկատան տվյալները։ Ըստ մանկատան տվյալների նրանցից մեկն ու մեկը կամ ֆրիկը կամ Վիտուսը իմ որդին են, դա որ հաստատ։ Իսկ նոր ասում էիր, որ Ֆիլիպը կոնկրետ ֆրիկի անունն է տվել։ Վիտուսի ԴՆԹ-ի պատասխանները անձամբ եմ տեսել։ Վիտուսը իմ տղան չի, բայց այ ֆրիկի դեպքում դու ինձ կարող էիր խաբած լինել։ Այ հիմա այդպես խաբված էլ կարող ես դուռը բացել ու դավայդ քաշել այստեղից։ Եթե այս վարքյանին դու այստեղից դուրս չգաս, իմ հաջորդ քայլը քեզ համար շատ ավելի նվաստացուցիչ է լինելու։ Դավայ։ Այ։ Գնում եմ, Կարպիչ, գնում եմ։ Բայց լավ իմացիր, որ ես սա այսպես չեմ թողնելու։ Որովհետև ես գրեթե համոզված եմ, որ ֆրիկն է իմ որդին։ Լավագլխից չխփեց այս դուռը։ Եթե սա մի վարքյան էլ դուրս չգար այստեղից, Էմիլի։ Էմիլի։ Ուր գնաց։ Էլի խուսուր տարավ։ Էմիլի։ Ես ինչ բերեց իմ գլխին։ Հալո։ Պապ, ինձ քո օգնությունն է պետք։ Հա, բալես ասա, որտեղ ես։ Պապ, ես երեխուն Սպարտակի մոտից վերցրել եմ ու փախել, ու հիմա չգիտեմ ինչ անեմ։ Այն որ երեխուն վերցրել ես, բալես, այդ արդեն լավ է, բայց որ վախենում ես ու դողում ես, այ դա հեչ լավ չի։ Պապ, ես վախենում եմ, որ Սպարտակն իմանալուն պես, որ երեխուն տարել եմ, կգա մեր տուն։ Դրա համար չեմ կարող տուն գնալ, ես չեմ ուզում Սպարտակը նորից երեխուն վերցնի։ Բալես, Էմիլի ջան, հիմա տես ինչ ես անում։ Ուրեմն մի փոքր հավաքում ես քեզ, հանգստացի, ու հիշի, որ քեզ հետ երեխա կա, բալես։ Ես քեզ օֆիսում սպասում եմ։ Եղավ, բալես։ Ես քեզ խոստանում եմ, որ Սպարտակ Բալայանը քեզ ոնց էլ փնտրի, հաստատ չի գտնելու։ Մենակ դե զգույշ, բալես։ Հանգստացի ու հիշի, որ քեզ հետ երեխա կա։ Եղավ։ Դե դավայ, բալես։ Դավայ։ Ահա։ Ես արդեն վատ չի։ Ոնց որ թե սկսում եմ հաղթանակներ տոնել։ Յուրի Բալայան։ Լավա, վատ չի։ Թող Աստված ինձ իմ սրտով տա, ես ուրիշ բան չեմ ուզում։ Համջան, ինչ եղեք ես լացում։ Սպարտակ ջան, կներես, բայց Ինչ եղեց, հա, տանիք ես ներողություն խնդրում։ Մամա ջան, պապա ջան, նա նեղաց է։ Չէ, Սպարտակ ջան, Էմիլին զանգեց,
Խնդրեց, որ գա երեխուն տեսնի։ Ուր ա տղես։ Մի գնա, երեխեն տանը չի։ Ո՞նց տանը չի, մամա։ Շոկի տվել ես, որ էդի տանի։ Չէ, Սպարտակ, չեմ տվել։ Գնացի ես սենյակ, Յուրիկի ձայնը լսեցի։ Միջև վերադարձա, Էմիլին ու երեխեն չկային։ Խորես ծարև արա։ Վախ ես դրա բերկոզը սեր արա։ Վախ ես դրա արա։ Դուր ինձ ձեռներ դողում, այսա կգցես երեխուն, դուր ստեղ։ Պապ Սպարտակը երևի իմացել է այս մասին, որ տարել է մեր երեխուն, ինքը այսպես չի թողնի։ Հնկած երևի մեզ աման գալիս հիմա։ Տո Սպարտակը էլ իրա հերն էլ շուն դառնան, այնքան հաչան, որ ծենները կտրվի։ Էլ դրանց երեխա տվող չկա, վերջ։ Էդ ոնց պապ։ Շատ սովորական։ Դու որ ինձ լսես, Սպարտակը որ բարձանա երկինք ու իջնիցած, ոչ քեզ կհասնի, ոչ էլ երեխուդ։ Հավ։ Դու Սպարտակին թերագնահատում ես։ Կակրած լավ է, մերդ էլ տանը չի։ Պապ, մաման ինչ կապ ունի։ Այն կապն ունի, որ ուզում եմ ասել, դու էլ տուն չես գնա, ես քեզ էլ երեխուն էլ քաղաքից դուրս կտանեմ, ես էլ ձեզ հետ կլինեմ, արի բան անենք, գնանք Ծաղկաձոր, բալես։ Ծաղկաձոր։ Հա, հետո այդ դեբիլը, որ սաղ աշխարհով էլ մանգա, ձեզ չի կարողանա գտնել։ Հա, պապ, դե արի շուտ գնանք, կարի ժամանակ չկորցնենք, ես վախենում եմ։ Արա, մամատ չգիտի, թե պապատ ինչ կարևոր դեպք է, ինքը չի հասկանում, որ մենք չենք վախենում ոչ ոքից, բայց դու գիտես, չէ։ Պապ, դու ինձ կօգնես, չէ։ Չես թողնի, չէ, որ Սպարտակը երեխուն վերցնի։ Ամոթ քեզ, որ դեռ համարձակվում ես այդ հարցը ինձ տալ։ Միակ վատ բանը այստեղ գիտես ինչն է, որ Մաքսս էլ հիմա մեզ հետ չի։ Այ Մաքսին էլ պիտի վերցնեինք ու թռնեինք вообще։ Հետո թող դրանք դառնան вообще չուլ։ Պապ, ես նման մտադրություն չունեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմ երեխան իմ կողքը լինի։ Խիերի вообще դրան զանգում, մամա, խիերի ասում մենք որտեղ ենք մնում։ Սպարտակ ջան, լաց էր լինում, խնդրեց, խղճիս վրա ազդեց, վերջո մայրա, չէ։ Տեսար որ դրա вообще պետք չի խղճալ։ Տեսար լավությունը ոնց գնահատեց էդի։ Սպարտակ, Մամա, ես ինձ կպայթ եմ։ Օրս արև ես այդ ջղայնությունից կպայթ եմ։ Էդ իրենց ճոգելը կարա երեխուս վերցնի դնի թևի տակը տանի, հա։ Ճոգելը ապրանք է իմ երեխեն։ բա հիմա ինչ ենք անելու, Սպարտակ։ Ես զանգել եմ, զանգելին չի պատասխանում։ Ջան։ Ճոգելը ասենց հանգիստ կարա երեխուս տանի ու գլուխը պրծսնի, հա, չի կպնի, չի ստացվի, արա։ Ջան։ Ուշիմ ես գնացի։ Սպարտակ ուր ես գնում։ Գնում եմ տղուս վերադարձնեմ, մամա ջան։ Սպարտակ ջան, խնդրում եմ, հիմար քայլեր չանես։ Շատ եմ խնդրում քեզ։ Ես հիմա այն վիճակում եմ, որ չեմ էլ կարում մտածեմ, մամա։ Ջան։ Չէ։ Մեր տառապանքն անսպառը։ Չէ, ես նրան մենակ չեմ կարող կառավարել։ Իսկ գժված վիճակում հիմար քայլեր է անում, որոնց համար հետո թանկ է վճարում։ Կարող է կարպիչն այս բոլորը հորինել։ Սարքելա գլխից, որ ազատվի ինձնից։ Ես պիտի ֆրիկին տեսնեմ, խոսեմ։ Ես նրա խոսելուց կհասկանամ ինչքանով է կարպիչն ինձ հետ անկեղծ եղել։ Ինչքանով է ֆրիկը ոչ իմ տղան։ Ես Լիլին ինչի է հեռախոսն անջատել։ Ասեի, որ մայրը Ամերիկայում չի, հետո ինձ չմեղադրեր։ Այնքան նայեցի, երևի մի քիչ էլ անցնի կկարողանամ այս խոհանոցին ես էլ տիրապետեմ։
ախպեր կանոն դարելա խոցելի։ Մի քիչ զգուշ խոսա հետ էլի։ Սաղս դարել ենք բզիկներով։ Ինչ բար խոսում ենք, իրար ուտում ենք։ Իրար հետ երկար ապրելն էլ էսա էլի։ Սաղս հոգնել ենք իրարից։ Հա։ Հոգնել ենք, բայց առանց իրար հետ չենք կարող ապրենք։ Գիտես խի ենք մենք ամբողջ օրը իրար ուտում։ Որովհետև մեր հոգու խորքում տխուր ենք։ Կարոտ ենք երջանիկ լինելուն, այ դրա համար։ Երջանիկ։ Այդ մեր համար չէ այդ երջանկությունը։ Ահում։ Ասա Կավոր ջան, լսում եմ քեզ ամենայն ուշադրությամբ։ Դուք իջեք, ես հիմա գալիս եմ։ Չհասկացա Կավոր, իմ հետ ես խոսում, թե ինչ որ ուրիշ մեկի։ Արա, Կորյուն Վլադիմիրովիչի հետ էի, բայց այդ տղեն ինչքան դժվար է հասկանում, արա, լավագույն դեպքում 4-րդ անգամից նոր ընկալում է ասածս։ Բայց լավ տղա է։ Դե որ վատ տղա լիներ ինձ մոտ ինչ պիտի աներ։ Հա, ինչի համար էի զանգել։ Բանը։ Լսի Տանո ջան, դու որպես ղեկավար անձ, ուրեմն հավաքում ես քո այդ սաղ թայֆեն, Պլինտուսից սկսած, վերջացրած Դավոյով։ Ու գալիս եք ուղիղ Ծաղկաձոր, բալես։ Երբ Կավոր։ Հենց հիմա ու շատ արագ տեմպերով։ Կավոր, բայց գործի մեջ ենք հիմա, չենք կարող։ Երևի իրիկուն է գործից հետո գանք հետևիցդ։ Արա, ես եմ ու մինչև իրիկուն չեմ ձգում, մեռնում եմ։ Հետո կարևորը քեզ համար գործն է, թե ես։ Կավոր, նախ առաջինը տես բաներ մի ասա, երկրորդն էլ ոնց ասում ես, այնց էլ կանենք։ Լավ։ Ամեն անգամ դուք գործը մեջտեղ եք բերում որպես կարևոր մի բան։ Այդքան աշխատող ունեք, չեմ հասկանում, չեք կարող ասել, որ աշխատացնեմ։ Դուք էլ մի փոքր հանգստացեք։ Դինաս ուր ես ասել։ Ինչ ես անում օվկիանոսից այն կողմ։ Մտածում ես իմ մասին, թե չես էլ հիշում գոյությունս մասին։ Ես որ սկսել եմ քեզ կարոտել։ Ինչ ինձ համար ամոթալի է, որովհետև դու դրան արժանի չես։ Ես չես ուզում, հավ մեզ ոչ մի ձև մոռանաս։ Մի բղավի։ Տարական կուլտուրայից զուրկ մարդիկ եք դու ընկերդ։ Իսկ դու աներեսի մեկն ես։ Չես զգում, որ արդեն մեզ զզվացրել ես քո զանգերով։ Լսի քեզ մի երևակայի, հա։ Ես քեզ չեմ զանգել։ Լիլիի հեռախոսն անջատած է։ Բարի եղի հեռախոսը կամ իրան փոխանցես, կամ ասես, որ ինձ զանգի։ Իրան վերաբերող հարցերով դու ինձ մի զանգի, որովհետև մենք իրար հետ էլ կապ չունենք։ Դուք ավելի մտերիմ եք իրար հետ։ Այդ ո՞նց է եղել դուք իրար հետ չեք մեկնել։ Միացյալ Նահանգներ։ Ոնց, արդեն մեկնել է։ Ուղղությունը դու ես տվել։ Զարմանալը որն էր։ Շտապել է։ Նրա մայրը հիմա Ամերիկայում չի։ Ես քեզնից ուրիշ բան էլ չէի սպասում։ Ես գիտեի, որ դու ձեռ ես առնում այդ աղջկան։ Լիլին քեզնից խելոք է, այ անխելք։ Նա գոնե հասկանում է, երբ եմ ստում, իսկ երբ եմ ճշմարտությունն ասում։ Աշխատեք։ Ու հետևեք հետագա ցուցմունքներին։ Լավ, հետո կզանգեք։ Բարև, Յուրի Սպարտակիչ։ Բարև, նստի։ Ասի հանդիպենք, էնել ենքան այսօր եկուց արեցինք, որ այս պայմաններում հանդիպեցինք։ Ինչ վատ պայմաններում ենք հանդիպում։ Ցավը տանեմ, ախպեր ջան, ընենց ես խոսում, ոնց որ բանից անտեղյակ ալնես։ Ինչ է եղել։ Իբր թե տեղյակ չես, թե ինչ է արել տղեդ։ Խաբել է աղջկաս, սև բիզ թողելով, թե մեր ընկերության, թե Լյովիկիս ու քո տղայի հարաբերությունների մեջ։ Խոչուտ ջան, սխալ արտահայտություններ ես անում։ Տղես աղջկա չի խաբել։ Ցավը տանեմ։ Երևի տղեդ քեզ ճիշտ չի ներկայացրել։
Աղջիկը սղի է, աղբեր ջան, ու տղետ Տղես չի պատրաստում երեխուն ընդունել։ Ու ճիշտ անում։ Տեղյակ եմ ես։ Բա մարդը պետքա չէ գոնե։ Աչասենք 190%-ով վստահ լինի, որ Իրանն է։ Յուրի, տղից հետ չես մնում, աղբերես։ Դու ինձ վիրավորում ես։ Ես եկել եմ քո մոտ, որ ես բարդ խնդրին լուծում տանք։ Ախպեր, եթե խնդիր այդպեսին կա, մենք չպետք է խառնվենք։ Իրանք իրանց հարցերը թող լուծեն։ Սիրուն բան չես անում, Յուրի Սպարտակիչ ջան։ Դու տղի տերն ես ու ձենդ էլ տակ տեղից է գալիս, աղբերես։ Դու Շահո ջան, տակն ու սարը իրար մի խառնի։ Թաղցը չորի հետ վառում ես գնում ես հայ աղբեր ջան։ Ես համոզված եմ, որ տղես աղջիկա չի խաբել։ Ու հաստատ պարտադրաբար իր հետ չի եղել։ Արի կլնի չխորանանք մանրամասների մեջ։ Հիմա կարևորը որ տղետ Սպասի, հոպ, ստոպ։ Շատ առաջ ես գնում։ Բա առանց մանրամասները իմանալու ոնց կարանք մեկս մյուսից պահանջ ներկայացնենք։ աղջկաս քաղաքից հանել եմ, ավելին հանրապետությունից, ուղարկել եմ մոր ու տատու մոտ։ Չգիտեմ աղջիկս ինչ է մտածում, բայց կարծես թե պատրաստվում եմ, որ երեխային ունենա։ Դե խոճուճ աղբեր, բայց ինձ խես այդ ամեն ինչ ասում։ Ես էլ ուզում եմ քո որդու անելիքներն իմանամ։ Շահո ջան, տղես չի պատրաստվում հայրություն ճանաչել, բայց ասեմ, որ ես դրան դեմ եմ։ Աղբեր, բայց ես չեմ կարա իմ կամքը թելադրեմ։ Էմկա! Էմկա! Լավ։ Դուք այսպես ուզում եք սաղ իմ ունակությունները ցույց տամ, հա ձեզ։ Արևոս։ Քերիդ ինձ հետ կթշնամանա, եթե չկարողանա երեխուն վերադարձնել։ Չի պատասխանում։ Երևի դեռ չի գտել։ Օֆ, չեմ էլ ուզում պատկերացնել, որ գտնի ինչ կլինի։ Հապես չեմ հասկանում, ինչի համար է այս շտապողականությունը։ Ես էլ չհասկացա, բայց որ կավորին հարցրեցին եղվեց։ Հիմա ինչ պետք է վեր կենենք, գնանք Ծաղկաձոր։ Դե հա գնանք Բաբիին ու Դավոյին էլ վերցնենք ու գնանք։ Այդ դեպքում քավորը երբ է գալու։ Ինձ թվում է քավորը արդեն ճանապարհին է։ Ի։ Դու սկզբից չէր ուզում, հիմա արդեն էլ է ոտավորվել, հա։ Քավոր։ Ֆրիկ, դե լավ, հիմա տենց է, ուզեցել է, պետք է անենք, որ մարդը չնեղանա։ Հա բայց երեքով որ գնանք, ես ու մենք թողելու։ Բանը, հələ մի հատ գնա մենեջերին կանչի։ Աստորեն հիմա պետք է գնանք Բաբին, Դավոյին վերցնենք ու գնանք, հա։ Միշին է ուղարկի իրենց հետևից։ Բայց մեկը որ քավորը այսքան շտապում է, ինձ զարմացնում է։ Ոնց ես։ Լավ, մերսի։ Բռատ նայ ուրեմն, մենք գնում ենք մի քանի օրով։ Կարող է այսքանի օրը չգանք էլի հետ։ Նո հանգստանալու են գնում, հասկանում ես։ Գանք քեզ լավ աշխատանքի կուղարկենք, կարաս տեղ յոլա տանես, թե չէ։ Պրոբլեմ չունեք տղեկ ջան։ Այ ապրես։ Ուրեմն այս հսկայական կառույցը քո պատասխանատվության տակ է։ Գող կմնաք, իսկ դուք ուր եք գնում, հարցնելու դեպքում ինչ ասեմ։ Ես լուր մնալու իմաստը չհասկացա։ Ես էլ չհասկացա, իբր պետք է գաղտնի պայենք, որ ինչ-որ տեղ են գնում։ Ախպորպես քելեք հասկանանք, էլի իր կամքն է, թող այդպես անենք։ Այս տարօրինակ է։ Օ ինչ տարօրինակ մարդը կարող է ուզում լիարժեք հանգիստ ապահովի, դրա համար չի ուզում որ ինչ-որ մեկը իմանա։ Դու էլ իսկականից հերիկա Շերլոկ Հոլմս խաղաց գլխներից։ Գնա մի հատ մեքենա կանգնացրա տաքսի։ Գնա։
Ինչից ես դժգոհ։ Ինձ հասած բախտից։ Ինչի պիտի իմ կյանքը այս ընթացքը ստանար։ Որովհետև սխալ մարդու հանդիպեցիր։ Անկեղծ ասած իմ մեղքն էլ կա դրանում։ Ամբողջ կյանքս չեմ կարող փախած ապրել։ Սպոն կգտնի ինձ պապ։ Թող գտնի։ Թող գտնի ու տեսնեմ գտնելուց հետո ինչ է անելու։ Երեխուս կվերցնի պապ։ Նա դա կանի։ Քեզ թվում է պապան մեռել է, որ այդ դեբիլը ինչ ուզենային էլ անի, հա? Երևի կյանքից շատ բան եմ ուզում։ Բայց կուզեի, որ երեխես իր հորից կտրված չմեծանար։ Դա սխալ է։ Նա է վարդար չի Սպարտակի հանդեպ։ Նա սիրում է իր երեխուն։ Իսկ ես չեմ կարող նրա պես դաժան վարվել։ Քանի ես կամ դու ընդհանրապես պրոբլեմ չունես։ Ես այս կյանքի մասին չէի երազում, պապ։ Երեխուս տրամադրությունը մի փոքր բարձր էր, լավ է։ Ոչինչ։ Ընկերը ուտանից որ գա ավելի բարձր կլինի։ Վայ, ինչ ճիշտ հարեցիր, որ համոզեցիր, որ չեկավ հիվանդանոց։ Դե չամբողջ օրս տեղ անցկացնում։ Վայ Աստված իմ, ես ինչ նվեր մատուցեցի ես իմ երեխուն։ Ամառային արձակուրդները հիվանդանոց։ Դու չէիր ուզում, որ այդպես լիներ։ Ճակատագիրը մեզանից միշտ էլ մի քայլ առաջ է։ Ու ցավոք, եթե մի բան ենք մենք շատ ուզում, ինքը անպայման հակառակն է անում։ Արտուր, ուզում եմ խոսել հետդ, բայց խոստացիր, որ ագրեսիվ չես տրամադրվելու։ Ես հասկանում եմ ինչի մասին ես ուզում խոսել։ Եթե հեռվից ես գալիս, որ չջղայնանամ։ Դու չէիր կարող այդպես հեշտորեն Սիմային հանել կյանքիցդ։ Ինչի։ Իմ կյանքը չի։ Իսկ եթե մի երկու բան էլ հարցնեմ, կպատասխանես, թե իմ ինչ գործ։ Գիտես ինչ, Յուրեն, հենց այդպես էլ կա։ Ու ոչ ոք ինձանից լավ չգիտի, թե ինչա պետք ինձ։ Ու իմ կյանքն է, ես ում կուզեմ ներս կթողեմ, ում կուզեմ դուրս կհանեմ։ Լավ։ Ախր Սիման լավ մարդ է։ Դու հիմա դա չես հասկանում, չես կարևորում, բայց ժամանակը կանցնի, դու դա կհասկանաս, բայց արդեն ուշ կլինի։ Դու իրան չես կարող վերադարձնել։ Ու կմնաս մենակ, Արտուր։ Յուրեն ջան, այդ քո ասած իմ համար սովորական երևույթ է։ Ես իմ ողջ կյանքս մենակ եմ, ոնց որ սովոր եմ դրան։ Մինչդեռ այդպես ճիշտ չի։ Հնարավոր է, որ ճիշտ չի, բայց ամեն հիմա այդքան էլ մենակ չեմ։ Դու Ժակլին իմ կյանքում եք։ Իրական խնդիրը հենց այդտեղ է։ Ես ուղղակի չեմ ուզում, որ դու հուսախաբ լինես։ Հասկացիր, որ մեր ժամանակ անցնի, ես կափակինվեմ, մենք կվերադառնանք մեր առօրյային, ես ու Ժակլինը, իսկ դու կմնաս մենակ։ Այս դայավատ էլի։ Բայց դե ինչ արած։ Ինչ ունենք, այն ունենք։ Ու ես իմ որոշումը չեմ փոխի։ Ես ու Սիման իրարից բաժանված ենք։ Ու դա դեռ իմ կարծիքն է։ Նա Սիմային հարցրու, մի միլիոնետաց չի ուզենա հետս մի ժամ անգամ ապրի։ Իսկ մեղավորությունը քոնն է։ Մի քիչ էլ մերը, իմ ու Ժակլինինը։ Յուրեն, դու գիտես, ես ջղայնանում եմ, երբ որ քեզ ու երեխուն ներքաշում ես իմ ու Սիմայի բաժանության մեջ։ 100 անգամ քեզ ասել եմ, չկա այդպես բան։ Ես գիտեմ, թե դու ինչ ես տենց անհանգիստ։ Անհանգիստ ես, որովհետև քեզ մեղավոր ես զգում Սիմայի առաջ։ Ու ամեն ջանք գործադրում ես ինձ ու Սիմային միացնես, որպեսզի խիղճդ հանգիստ լինի։ Հա? Այդպես չի։ Դու ինձ սխալ հասկացար։ Չէ, ինչի։ Շատ էլ լավ ես քեզ հասկացա։ Ու իմացի, որ հանուն քո հանգստության ես չեմ պատրաստվում ծնկաչոք վազեմ Սիմայի մոտ։ Եղավ։ Ինչ է կատարվում։ Քեզ հետ խոսում եմ թեման Սիմանա։ Ժակլինի հետ խոսում եմ թեման Սիմանա։ Իսկ Սիման իր համար հանգիստ ապրում է։
Ոչ էլ մտածում է մեր մասին։ Ես ինձ ինչի հիշեց։ Լսում եմ, Յուրի Սպարտակովիչ։ Ճարպկություն ես արել, հա, երախոս վեկալ է թռել ես։ Ոնց թռած ես մանգալի, բայց այդ քեզ չի փրկի։ Մեկը գտնել եմ երախու ձեռից տխլեմ հələ։ Իսկ քո այդ ոնց կվարվեն պահացուս կտա։ Ինչա մամա։ Սպարտակիչի չէիր պատասխանում։ Մամա ջան, հիմա զանգել ես, պատասխանել եմ, ասա։ Էմիլի ինչ ես գտել։ Որ գտած լինեի, հիմա դրանք գեդին փռած կլնեի, մամա ջան, իսկ տաղուս հետ ճամփին կլնեի։ Սպարտակ ջան, ստապվիր։ Աննորմալ բաներ մի արա, որ հետո գլխից չտաս, այ բալա։ Մամա ջան, տեղես չկա, ես վաբչե արդեն չգիտեմ ինչ անեմ։ Չկա ոչ այդ ջեփգիրը կա, ոչ ջեփգիրի աղջիկը կա, գնաց իրանց տուն դարպասները փակ էին, կամ տունը չէին, կամ էլ չգիտեմ, իրանց ստրախով կեն տեսել էին, տունը նստեց դուրս չեն գալի։ Բա դու հիմա ուր ես։ Դրնե դուր ընկած Բեգնազարյանն եմ մանգալի, մամա ջան, որ մեկ առաջին ընկավ ձեռս, դրան զոհ եմ տալու։ Երկար ժամանակը ինձ չէր հիշում։ Խերելն է։ Հա, բավական երկար է չէինք հանդիպել։ Բայց դու ինչպես միշտ փայլում ես քո ինքնավստահ տհաճ բնավորությամբ։ Ձեր սիրալույցությունը չի փոխվել։ Լավ, ես գնամ, տհաճություն չապրեք։ Նստի, ոչինչ կդիմանամ մի կերպ։ Եթե կանչել եմ, ուրեմն զոհողությունների կգնամ։ Սպարտակ Յուրովիչը ոնց է։ Լավ է։ Գնացել է հանգստանալու։ Որ գնամ կասեմ, որ Արթուրիկը հետաքրքրվում էր։ Բայց ինչ որ շուտ մոռացար Սպարտակ Յուրովիչին։ Արթուրը չի մոռացել Սպարտակ Յուրովիչին։ Դա միայն թվում է։ Ինձ պետք է որ դու հետևես մեկին ու նրա մասին ինֆորմացիա հաղորդես։ Մի ողջ համակարգ ձեռքիդ տակ է։ Երբ ուզես ում ուզես կարող ես հետևել։ Ումից ուզես կարող ես ինֆորմացվել։ Ես քո ինչին եմ պետք։ Թե ես ինչ-որ նոր բան ես մտածել, ինձ ուզում ես ներքաշել նոր պատմության մեջ։ Որովհետև այն մարդը, որին պետք է հետևես, կարող է եւ անժելն է։